Բարև ձեզ, կներեք, որ ուշացումով ենք սկսում մեր քննարկումը, ինչպես երևի շատերը գիտեք կամ մի մասը չգիտի, 2007 թվականից Հայաստանում գործում է լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին, որը քննարկում է տարբեր կոնֆլիկտային հարցեր, բողոքներ լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ եւ փորձում է իր եզրակացություններով եւ ինքնակարգավորման սկզբունքների հիման վրա բերել մեր լրատվական դաշտը, գոնե պրոֆեսիոնալ լրատվական դաշտը այնպիսի վիճակի, երբ կոնֆլիկտները լրագրողների եւ հանրության հետ հնարավորինս նվազում են եւ լրատվամիջոցները առավել արդյունավետ են կատարում իրենց առաքելությունը, ինչպես նաեւ աշխատում են հասարակական պահանջարկին համապատասխան։ Եվ այսօր մենք փորձում ենք նաև ինտերնետային հեռարձակման շնորհիվ հասցնել մեր աշխատանքի մեխանիզմները, ընթացքը լայն հանրությանը եւ այսօր փաստորեն դիտորդ մարմնի հերթական նիստն է, որին կարող են հետևել նաև մեր համաքաղաքացիները եւ հասկանան ինչպես են տարբեր քննարկվող հարցեր գտնում իրենց գնահատականը, իրենց լուծումը մեր աշխատանքում։ Եվ որպես առաջին թեմա քննարկման մենք ընտրել ենք մի զարգացում մեր քաղաքական հասարակական կյանքում, որը վերջերս է տեղի ունեցել։ Դեկտեմբերի 23-ին, ինչպես գիտեք, խորհրդարանում քննարկվում էր հայ-ռուսգազարդի վերաբերյալ գործարքի վավերացման խնդիրը եւ այդ քննարկման ժամանակ լրագրողները, որոնք պետք է որ լուսաբանեին այդ խորհրդարանական քննարկումը, հանդես եկան նաև քաղաքացիական ակցիայով։ Եվ դրա շուրջ եղել են բազմաթիվ հրապարակումներ, հայտնվել են տարբեր կարծիքներ եւ լրատվամիջոցներում եւ դրանից դուրս։ Եվ մենք այսօր դիտորդ մարմնի նիստում կփորձենք հասկանալ արդյոք այստեղ կար լրագրողական էթիկայի խախտում, երբ լրագրողը ոչ թե լուսաբանում էր, այլ նաեւ ինչ որտեղ փորձում են ներազդել քննարկման ընթացքի վրա եւ որոշումներ կայացնելու վրա։ Ես կխնդրեի, որպեսզի մեր դիտորդ մարմնի անդամները արտահայտվեին, իրենց կարծիքը ասեին եւ հետո մենք կփորձենք նաեւ մեզ մոտ ընդունված վարքականոնի հիման վրա տալ գնահատական այդ երևույթին, տալ գնահատական լրագրողի վարքագծին։ Խնդրեմ, ումից սկսենք, ով կարող է։ Ինձանից։ Հա, Գեղամ Էմիջալուց երևի առաջիններից մեկն էր, ով արձագանքեց այդ ակցիային եւ տարբեր կողմերից փորձեց գնահատել։ Խնդրեմ, Գեղամ։ Երևի կրկնեմ այն ինչ որ հավաքվել է այս թեմայի շուրջ ու ոնց որ իրավիճակը ոնց է ու ինչ գնահատականներ կային։ Եթե իմ ռեակցիաների մասին խոսեմ, առաջին ռեակցիան այն էր, որ եղել է էթիկայի խախտում, հետո քննարկումներից հետո այսպիսի մի միտք եկավ, որ գուցե այդտեղ գործել է ոչ թե դասական էթիկան, այլ խոսել է իրադարձային էթիկան եւ գուցե իրադարձային էթիկայի մեջ կարելի է դիտարկել նման պահվածքը լրագրողների, ովքեր որ ազգային ժողովում էին իրենց աշխատանքը մասնագիտական գործ անելու համար եւ ըստ էության դարձան քաղաքական գործընթացի մաս, ուզենք թե չուզենք, այդ գնահատականը շատ մեծ։ Եթե գնահատենք, թե քաղաքական գործընթացի մաս դառնալ է իմ կարծիքով։ Եվ եթե մենք նորից ասենք, եթե գնահատելու լինեմ, եթե մենք ընդունենք, որ այդ պահին, այդ իրադարձությունում լրագրողների քայլը էթիկապես կարող է արդարացված լինել, այդ պահին, այդ իրադրությունում լրագրողները հանդես էին գալիս որպես ազգային ժողովի պարիսպների մոտ հավաքված իրենց ընկերների, գործընկերների ձայն, միևնույն է իմ կարծիքով լրագրողները, ովքեր որ այդ ակցիան անում էին, խոսքը 4-ի մասին չի, խոսքը նաև լրագրողական սենյակում նստած եւ ապակիներին հարվածելու միջոցով իրենց վերաբերմունքը արտահայտող լրագրողների մասին է, նրանք բոլորը չպետք է այդ մասին նյութեր պատրաստեին, իմ կարծիքով։ Ձեր կարծիքն է։ Ուրեմն իմ
իմ կարծիքը հետևյալն է, առաջին, երբ որ մենք խոսում ենք նիստին ներկա լրագրողների, ովքեր մասնակցում էին այս ակցիայի պահվածքի մասին, առաջին հերթին պետք է հարցնենք, իսկ արդյոք նրանք ունեն ստորագրած էթիկայի կանոն թե ոչ, որովհետև ժուրնալիստական էթիկան դա համընդհանուր ընդունված կանոն չի, դա կամավոր ընդունող սկզբունք է։ Եթե ես չեմ ստորագրել որևէ կանոնագիր, եթե ես չեմ պարտավորվել այս կամ այն իրավիճակում վարվել այսպես կամ այնպես, դուք ինձ չեք կարող մեղադրել չեղած բանը խախտելու մեջ։ Բուն 3-ը պետք է ակցիային անում դահլիճում 4-ից միայն մեկը Գրիշա Բալասանյանը ենթադատ է էթիկայի կանոնագրի, որովհետև նա հետ օրաթերթի աշխատակից է, որ ունի էթիկայի կանոնագիր եւ որի կանոնագրում գրված է շահերի բախումից խուսափելու սկզբունքը։ Այստեղ ակնհայտորեն, եթե ստորագրած լինեի շահերի բախման սկզբունքի ակնհայտ խախտում կա, բայց նորից եմ ասում, եթե ունենային էթիկայի կանոնագիր։ Գրիշա Բալասանյանը շարժվեց այն էթիկական այն սկզբունքով, որը շարադրված է, այսինքն շահերի բախումից խուսափեց։ Ինքը չլուսաբանեց այդ օրվա նիստը, չլուսաբանեց ոչինչ, ինքը անձամբ չի լուսաբանել։ Ինքը չի լուսաբանել։ Այսինքն, քանի որ այդ պահին հանդես է եկել ոչ թե որպես լրագրող, այլ հասարակական գործիչ, ակտիվիստ, որ իր բողոքն է արտահայտում, ճիշտ է, խորհրդան էր մտել լրագրողական վկայականում, որովհետև ուրիշ ճանապարհ չուներ խորհրդան մտնել, հա, մտել էր այնտեղ որպես լրագրող, բայց ակցիա արել որպես քաղաքական ակտիվիստ, հետևաբար հրաժարվել է այդ նյութը այդ մասին գրելուց, հրապարակելուց եւ այլ, եւ բնականաբար ես հարցրել եմ հետքի խմբագրին, ասած չի լուսաբանել։ Հա եւ հետեւաբար ասել, որ նա խախտել է էթիկան, ես չեմ կարող ասել։ Հաջորդը, եթե մենք ընդունենք համընդհանուր ինչ-որ կանոններ, հա, ասենք կան գոյություն են համընդհանուր կանոններ, ապա միայն ու միայն կարելի է խոսել օրինակ, բայց ոչ թե մենք, այլ դա կարող է անել, չգիտեմ, ազգային ժողովի ղեկավարություն կամ որևէ մեկը, հավատարմագրման կարգը խախտել կարող է համարել, որ խախտվել է հավատարմագրման կարգը, բայց դա արդեն նորմատիվ փաստաթուղթ է, ոչ թե էթիկա։ Եթե մենք խոսում ենք էթիկական կանոնների մասին, ապա կրկնում եմ, առաջին հարցը պիտի լինի, ունեին արդյոք նրանք էթիկական կանոնագիր, որը կարող էին խախտել կամ չխախտել։ Եթե չունեին, նշանակում է ոչինչ չեն խախտել։ Շնորհակալ, ես երևի կարճ ներկայացնեմ նաև մեր ելույթ ունեցողներին, հա, Գեղամ Վարդանյանը մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսերն է, իսկ Մեսրոպ Հարությունյանը լրագրող, արձակագիր եւ մեդիա փորձագետ։ Ես մինչև հաջորդ մեր գործընկերոջը ձայնը փոխանցելը կուզենայի հետեւյալ հարցերը բարձրացնել, հիմնականում Մեսրոպի արտահայտած կարծիքի հետ կապված։ Արդյոք եթե լրագրողը սկսում է զբաղվել պրոֆեսիոնալ կերպով լրագրությամբ, դա չի նշանակում, որ արդեն իսկ ինքը ենթակա է որոշ համընդհանուր, կան նաև համընդհանուր պրոֆեսիոնալ նորմեր եւ պարտադիր չի, որ ինքը որևէ բան ստորագրի։ Այլ բան է, եթե ինքը ստորագրում է, ապա դրան կարող է հետևել նաև շատ կոնկրետ պատասխանատվություն։ Եթե չի ստորագրել, կոնկրետ պատասխանատվություն չկա, բայց ընթերցողի հասարակության նկատմամբ ինքը ամեն դեպքում պատասխանատվություն կրում է որպես պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվող մարդ։ Չեք գտնում, որ այդպես։ Ես դրա հետ համաձայն եմ, հասարակությունը կարող է հետո, երբ որ ինքը սկսի լուսաբանել դա, չհավատալ իրեն, ասել դու օբյեկտիվ չես, որովհետև կողմ ես եղել եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ես իրեն մեղադրել, որ դու էթիկա ես խախտել, չեմ կարող։ Ինչու՞։ Որովհետև ինքը ասում է ես էթիկայի կանոն չունեմ։ Մասնագիտության տեր մարդու գործունեության վերաբերյալ կարելի է հայտնել կարծիք։ Նաև ինչքանով ինքը պահպանում է էթիկան։ Նորը, հա, խախտել։ Այդ դեպքում հանած ինչ է։ Ուզում եմ ասել, ես տեսական բան եմ առայժմ ասում, ոչ թե կոնկրետ այս դեպքի վերաբերյալ։ Տեսական վերաբերյալ։ Ես այդ հարցում մի քիչ ծայրահեղական եմ, գուցե թե ծայրահեղական մտածողություն եմ, ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում կամավոր վերցվող պարտավորությունների համակարգ է։ Եվ կամավոր չվերցրած մարդուն, այսինքն գրագողություն ասում իրեն զրկել լրագրողի գործունեության ենթարկել չես կարող։ Հասարակությունը չի վստահի իրեն, բայց դու իրեն չես կարող պատասխանատվություն ենթարկել։ Իր պատասխանատվությունը կլինի այն, որ հասարակությունը իրեն չի վստահի, իրեն չի կարդա, իր լրատվամիջոցը կպատվի եւ մնացած բոլոր բաները։ Այլ լրագրողները նույնպես կարծիք հայտնել իր Միանգամից Մեսրոպին սկսեցինք, բայց սկզբից Աշոտն էր, հա, ուզում ելույթ։ Բայց ես ուղղակի հարց տալու, ես այս բանին չեմ ունենում, ուղղակի
Եթե դա կամավոր է, ինչու ես դու պարտադիր դասավանդում մեդիա էթիկա, ես դասավանդում եմ եւ ամեն դասին ասում եմ, որ այն ինչ ես ասում եմ, սրանք ընդհանրապես խորհուրդներ են, սրանք կամավոր ընդունվող կանոններ են։ Դուք երբ որ աշխատեք, փորձեք առաջնորդվել այս սկզբունքներով, փորձեք ընդունել այդ կանոնները, երբեք չեմ փոխանցում։ Դու չես կարող պարտադրել, բայց առարկան պարտադրված է որպես լրագրության մասնագիտության մաս։ Ես առայժմ սրանով ավարտում եմ։ Բայց ես որոշ պարտավորություն լրագրողի համար տեսնում եմ եւ կարծում որ երկու տեսակետին էլ ես տեսակետել հարգում եւ կարծում եմ որ երկուսն էլ իրար տեղա եւ հիմնավորումներ ունեն, բայց ես հարցը մի քիչ այլ կերպ գտնում եմ։ Արդյոք այդ մեր գործընկերները գործել են որպես լրագրողներ այդտեղ, այդ պահին։ Կարծում եմ ոչ։ Որովհետեւ լրագրողի պարտականությունները այլ են, ես էթիկայի առայժմ չեմ խորհրդում էթիկայի մեջ։ Բայց որպես լրագրող են գործել, թե որպես քաղաքական ակտիվիստներ, թե որպես քաղաքացիներ, որոնք ակտիվորեն ուզեցել են իրենց դիրքորոշումը արտահայտել, որի իրավունքը իրան ունեն, միգուցե այդ պայմաններում, իսկ պայմանները էքստրեմալ էին, հենց այդպես էլ պետք է անի քաղաքացին միգուցե։ Բայց այն պահին, երբ որ լրագրողը դնում է մի կողմ գրիչը, համակարգիչը եւ այլն եւ բացացնում է իր կոչը, այդ պահին արդեն ինքը դադարում է դառնալ լրագրող եւ դառնում է ուղղակի ակտիվիստ, ակտիվ քաղաքացի իր դիրքորոշումը ներկայացնող։ Իհարկե, այստեղ երկրորդ կողմը կա, իսկապես այնքան էքստրեմալ պայմաններ են եւ իշխանությունները այնպեսի չեմ ամաչի այդ բառից լկտիաբարին այդ իրանց դիրքորոշումը առաջ տանում, որ այդտեղ երևի թե շատերը քաղաքացիներից դուրս կգային իրենց ափերից։ Դա հասկանալի է, բայց ես միշտ ասում եմ, այստեղ ես եմ ծայրահեղական։ Ես կարծում եմ, որ լրագրողը պետք է մնա միշտ իր բարձունքի վրա, եթե ինքը որոշել է լրագրությամբ զբաղվի, ուրեմն այդ բառագարն էլ պետք է լրագրությամբ զբաղվի, ինքը պետք է հավաքել փաստերը, ինքը ամեն ինչ պետք է այնտեղ նկատել եւ ամբողջ իր ասածը ասել իր նյութում։ Շնորհակալ եմ։ Ես ներկայացնեմ Մելիքյան Աշոտ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ եւ Նել Նալբանդյան, Արմենիա Ռուսաստան գլխավոր խմբագիր։ Ես ասեմ, որ քանի որ խնդիրը այնքան էլ པարզ չի, ահա ինչու մենք հավաքվել եւ քննարկում ենք սա։ Եթե շատ པարզ լիներ, մենք չենք քննարկի այս խնդիրը։ Ուրեմն նշանակում է կատարվել է մի բան, որը սայրի վրա է, եւ աճ քայլ կարելի անել եւ ձախ քայլ կարելի անել։ Հետևաբար մեզի յուրաքանչյուր տեսակետը չի կարող լինել վերջնական, մենք կարող ենք պարզապես խոսել ինչ-որ բանի մասին, փորձելով գտնել ընդհանրության եզրեր եւ հասկանալ թե մենք այս պահին ինչ ենք մտածում այդ երևույթի մասին, մենք ինչպես դա կանենք, կամ մենք ինչպես ենք մտածում, թե լրագրողական էթիկայի նորմերը խախտվել են թե ոչ։ Հիմա տեսեք, ես համաձայն եմ, որ եթե չի ստորագրել, պատասխանատվություն չի կրում, բայց ուզում եմ խնդրել նայել մեկ այլ տեսանկյունից։ Իսկ խմբագրությունը որևէ տեքստ ունի տվյալ բանի վերաբերյալ, թե չունի։ Կամ գրավոր պետք է լինի, խմբագրությունը պետք է արգելի լրագրողին գրավոր կերպով արգելի, որ լրագրողը ներքաշվի քաղաքական process-ներին, կամ գոնե բանավոր ջենտլմենական համաձայնություն պետք է լինի, բանավոր խոսք պետք է եղած լինի լրագրողի եւ խմբագրության միջեւ։ Հիմա տեսեք, Armius հեռուստաընկերությունը, որի ներկայացնում եմ ես եւ որի լրագրողը նաեւ այդ լրագրողների մեջ էր, բայց ակցիային չի մասնակցել, ինչ էր արել նա։ Իհարկե լրագրողը կարող է նաեւ զանգել խմբագրություն եւ ասել, այսպիսի բան է տեղի ունենում, ես ինչ անեմ, ենթադրենք, եթե ինքը չի կարողանում տեղում կողմնորոշվել, չէ՞։ Որովհետեւ շատ հաճախ լինում է, որ լրագրողը գնում է նկարահանման, դեսպանատան դիմացի մայթին կանգնած նկարում է, ինչ որ մեկը դուրս է գալիս եւ ասում է մի նկարիչ։ Լրագրողը չի կարողանում կողմնորոշվել, ասում է դեսպանատան աշխատակից ինձ արգելում է։ Բայց խմբագրությունը պետք է այնուամենայնիվ ունենա իր ռեցեպտները նման պարագայում, ինչպես պետք է իհարկե պետք է ունենա։ Հետևաբար Armius-ի լրագրողը ինչ էր արել։ Նա չէր մասնակցել ակցիային, նա նկարել էր թե ինչ է տեղի ունենում եւ տեղի ունեցածից հետո մոտեցել էր իր գործընկեր լրագրողին եւ ասել էր թե հարց է տվել միկրոֆոնով թե ինչու դուք դա արեցիք։ Այսինքն նա լրագրողներին, իր գործընկեր լրագրողներին նայել էր որպես newsmaker-ների, որպես քաղաքական ակցիայի մասնակիցների, որովհետև մեր խմբագրությունում ճիշտ է գրավոր չկա, բայց բանավոր բազմիցս մենք քննարկել ենք այս տիպի խնդիրները եւ անձամբ իմ հորդորն է եղել, որ լրագրողը
չներքաշվի քաղաքական իրադարձություններին, դրանք լուսաբանելիս։ Եթե դու հանրահավաք ես լուսաբանում եւ այնտեղ գրված է պլակատի վրա գրված է կորչի այսինչյանը, դու ստենդափ մի արա ձեռքը բռնելով այդ պլակատը կամ ասենք այդ պլակատով քայլելով։ Դու մի կողմի վրա կանգնած նկարագրիր թե պլակատների վրա ինչ է գրված, մարդիկ ինչ են պահանջում, բայց դու ինքդ մի ներքաշվիր այդ իրադարձությանը։ Մեր լրագրողը, մեր թղթակիցը վարվել է այդ կերպ։ Անկախ նրանից, որ գրավոր տեքստ չկա։ Բայց եթե նույնիսկ գրավոր տեքստ չլիներ եւ մենք բանավոր պայմանավորվածություններ չունենայինք, այս դեպքում մեկ ուրիշ խնդիր մենք պետք է քննարկենք։ Չէ՞ որ լրագրողները հենց այդ պահին չեն գրել դա։ Թղթի վրա գրած, նրանք նախապատրաստված մտել են խորհրդարան, այսինքն իրենք մտել են խորհրդարան արդեն որպես ոչ լրագրող, այսինքն նախապատրաստված։ Այս մեկ, այսինքն խմբագրությունը նաև կարող է իմանալ եւ հաջորդ խնդիրը մենք պետք է դա կարողանանք բարձել։ Խմբագրությունը ակցիայից հետո ինչ վերաբերմունք դրսևորեց լրագրողի հանդեպ։ Խրախուսեց դա, պատժեց դա, աչքատող արեց դա, թե ինչ արեց դա։ Որովհետեւ վերհիշեմ, որ սա առաջին դեպքը չի, ընտրությունների ժամանակ, երբ լրագրողը գնում է, ասենք ընդդիմադիր որևէ քերթի լրագրող գնում է որևէ ընտրական տեղամաս եւ տեսնում է խախտումը, ոչ թե ինքը արձանագրում է եւ փաստեր է հավաքում այդ մասին, այլ մտնում է ինչ-որ կռվի մեջ հանձնաժողովի նախագահի հետ, պարտադրում է, որ դու պետք է սա փոխես եւ այլն, մինչդեռ դա լրագրողի պարտականությունների մեջ չի մտնում, դա վստահված անձը կարող է անել, դա ես իմ այնտեղ հանձնաժողովի անդամները կարող են անել, լրագրողը այլ պետք է անի հավաքի փաստը եւ կրկնում ինչ որ ունի ասելու իր նյութու մասին։ Համաձայն եմ։ Եւ սա առաջին անգամ չի, այսինքն այստեղ կլասիկ այն օրինակն է, երբ մեր ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները գործում են որպես քաղաքական ուժի շարունակություն, որպես նույնիսկ ներկայացուցիչ, քաղաքական ուժ, եւ քաղաքական գործունեությամբ են զբաղվում տվյալ պահին, եւ որիշ երբ որ գրում են շատ դեպքերում որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Եվ թե որիշ բաներ կա, ակրեդիտացիա ով է արել այդ լրագրողներին։ Պատասխանատվությունը միանշանակ ընկնում է ակրեդիտացիա անողի վրա այս դեպքում։ Եթե նայենք, հենց այդ էլի ես կոպիտ ասեմ, պատստավկա են արել իր լրատվամիջոցը, նույն լրագրողը, որը տենց իրավունք չունի։ Ինքը կարող է իր ընդվզումը ցույց տալ ուրիշ կերպ, բոյկոտել, չգրել դրա վերաբերյալ, թողնել դահլիճից դուրս գալ։ Բայց երբ որ վերցնում է պլակատ ձեռքը, կանգնում է կամերայի դիմաց, ես ասում եմ, ես դեմ եմ ու ռադներդ քաշեք, բոլորդ սխալ եք, արդեն լրագրող չի։ Դա դառնում է քաղաքական գործիչ, որը խաբեբայությամբ ստացել է ակրեդիտացիա։ Ես տենց եմ իրան հիմա բանանում։ Ես ակրեդիտացիայի դեմ եմ Չէ, եթե նայենք, պարզ նայենք։ Մեսրոպ Մովսյան, Ամեկ Պլյուս հեռուստաընկերության տնօրեն, հիմա հերթականը մեր գործընկերը, որ ելույթի համար խոսք էր խնդրել Գեհան Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ եւ անալիտիկոն ամսագրի խմբագիր, հաջորդը Նունե Սարգսյան եւ Արա Ղազարյան։ Ես կուզենայի խոսել իրավիճակի գնահատման երկու չափանիշների մասին, որոնք խորքում իրար հակադիր են։ Առաջինի մասին խոսելուց առաջ կուզեի հիշեցնել հայտնի դեպքը, որ համոզված եմ բոլորդ էլ տեղյակ եք։ Խոսքը համացանցում լայնորեն տարածված մի տեսանյութի մասին է եւ հայտնի լուսանկարիչը հայտնվել է շատ դժվարին իրավիճակում Աֆղանստան թե Իրաք եւ իրավիճակի հետեւյալն էր մարդասպանը ավտոմատը դեմ էր տվել աղջնակի դենքին, իսկ Սիան ետրում թաքնված լրագրողը տեսնում էր այդ ամենը։ Եվ ինչ էր ամենահետաքրքիրը, աղջնակը վերջին պահին նկատել էր լրագրողին, մարդասպանը չէ, աղջնակը վերջին հույսով նայում է լրագրողին եւ այս երկընտրանքը լրագրողի առաջ հայտնի է որներ կամ նկարել կամ օգնության հասնել։ Եվ նա գերադասեց կատարել իր մասնագիտական պարտականությունները, հետագայում այդ լուսանկարը արժանացավ միջազգային տարբեր մրցանակների, բայց աղջնակի հայացքը ամբողջ կյանքում հետապնդում էր նրան եւ պարզեց թե ինչով այս ամենը վերջացավ սուիցիդով, ինքնասպանությամբ։
Միջազգային փորձագետները խոսելով այս իրավիճակի մասին սովորաբար հարց այսպես են դնում. կար որևէ մեկը, երրորդ մեկը, որ կարող է միջամտել իրավիճակին։ Եթե երրորդը չկար, ապա լրագրողը պարտավոր է, միգուցե պարտավոր է օգնության հասնել։ Մեր օգնությունից ոչ մի բան չէր փոխվել։ Երկու հոգի կզոհվեին մեկի։ Հիմա տեսեք, լուսանկարը չէր լիներ, մրցանակները չէին լինի, մենք մի դեպքում մենք կզրկվեինք լուսանկարից, մյուս դեպքում մենք զրկվեցինք աղջնակից։ Գերամ ջան, հազար ներողություն, երկրորդ օրինակը, երկրորդ չափանիշի մասին կուզեի խոսել, սովորաբար միանշանակ է կարծիքը, որ ասենք, եթե նորմալ պայմաններ են, լրագրողը բնականաբար պիտի կատարի իր մասնագիտական պարտականությունները։ Ոչ նորմալ բնականon պայմաններում, արտահայտված պայմաններում, ֆորս մաժորների դեպքում, արդեն այս միանշանակությունը բնականաբար չկա։ Հիմա տեսեք, ինքնիշխանության վերջին շրանքներն էին ոչնչացում։ Մի դեպքում աղջնակը, մի դեպքում ինքնիշխանությունը։ Այս պարագայում ասենք միանշանակ խոսել լրագրողի կողմից մասնագիտական պարտականությունների կատարման մասին երևի այնքան ճիշտ չի լինի։ Բացի դրանից, լավ, եթե լրագրողը չի մասնակցում, ով պիտի ապահովի այն բնականon պայմանները, երբ լրագրողը կարող է կատարել իր մասնագիտական պարտականությունները։ Եթե լրագրողին հանում ենք բնականon պայմաններ ստեղծող հանրությունից։ Լրագրողը ասինքն կարող է հանգիստ սպասել, մինչև մյուսները, նկարիչը, մանկավարժները, տրոլեյբուսի վարորդները, մի խոսքով, հանրության մյուս անդամները ստեղծեն բնականon պայմաններ, որպեսզի լրագրողները կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները։ Ոչ, լրագրողը ևս հանրության անդամ է։ Եվ վերջին չափանիշը, որի մասին կուզեի խոսել, հանրային ընկալման գործոնը, հանրային ընկալման չափանիշը, բացի վարքականոններից տարատեսակ, կա նաև հանրային ընկալման գործոնը։ Տվյալ պարագայում հանրային ընկալումը միանգամայն դրական է։ Եվ հենց ինձ համար այս երրորդ չափանիշ առավել կարևորն է, եւ ես գտնում եմ, որ տվյալ դեպքում լրագրողների վարքը միանգամայն ընկալելի է հանրության համար, եւ սրանով ինձ համար խնդիրը սպառվում է։ Ճիշտ ասած, մենք Գեղամի հետ, որի հետ աշխատում ենք մենք կազմակերպությունում, շատ թեժ, այո, Վարդան Գեղամին կազմակերպում, քանի որ նա մեդիա նախաձեռնությունների կենտրոնում տնօրեն, շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել միասին եւ ընդհանրապես մեզ մոտ գրասենյակում շատ թեժ է եղել այս հարցի շուրջ քննարկումները, որովհետեւ իսկապես ինչպես ասում է միանշանակ չի։ Սա մենք ինչ-որ մի գծի վրայով ենք գնում, որտեղ կարելի է եւ աճ եւ ձախ թեքվել, շատ ամբողջովին համաձայն եմ եւ մի բան եմ ուզում ասել գնելի ասած, որ պայմանագրերը եւ կարծեմ նույնիսկ եթե չեմ սխալվում իրավաբանության մեջ այդպիսի մոտեցումներ կան, պայմանագրերը լինում են եւ գրավոր եւ բանավոր։ Կարող է իսկապես բանավոր պայմանագիր լինել։ Ուրիշ բան, արդյոք իսկապես այդ պայմանագիրը թեկուզ բանավոր տեսքում մեր լրագրողների մոտ եւ մեր լրատվամիջոցներում կա։ Ես վախենում եմ, որ ոչ բոլոր տեղերում, համոզված եմ, որ որոշ տեղերում դա ամեն դեպքում ինչ որ չափով պայմանավորված են այդ կանոնները, բայց բոլոր տեղերում չկան։ Եթե խոսել լրագրողի տեսակետից եւ մասնագետի տեսակետից, մասնագիտական վարքի, տեսակետից, ես կարծում եմ, որ լրագրողները իհարկե չպետք է քայլ անեն։ Ես կարծում եմ, որ լրագրողները պետք է իհարկե մնան իրենց մասնագիտական սահմաններում, բայց այս իրավիճակում ասել, որ երբ հասարակություն ուրիշ ներկայացուցիչ չուներ այնտեղ։ Այո, ես ուզում եմ ասել, իրականում մի րոպե, իրականում հենց դա էր իմ արգումենտը, որ այդ պահին իրենք հասարակության միակ ներկայացուցիչներն էին եղել ներքև։ Սովորական մահկանացիները, չարժվել ասենք այդ մեր դիպուտատները, որոնք իրականում պետք է լինեն հասարակության ներկայացուցիչ, բայց փաստացի լրագրողները այդպես են իրենց գիտակցել։ Եթե ես լինեի գլխավոր խմբագիր, ես շատ վատ կընկալեի այդ փաստը իմ լրագրողի կողմից։ Բայց այնուամենայնիվ ես կփորձեի դա արդարացնել եւ ես գիտեմ, որ որոշ խմբագրերը, որոշ տնօրենները այդպես արել էին, նրանք իսկապես ցույց էին տվել, որպեսզի այդ լրագրողները այդ որևէ միտք պատրաստեն։ Կարծում եմ սա այս իրավիճակում միակ ելքն է եղել, բայց ես իրենց փոխարեն դա կանեի մի քիչ ավելի հրապարակային, այսինքն
ելույթ կունենայի նաև լրատվամիջոցի կողմից եւ կասեի, որ այս իրավիճակում մենք այսպիսի քայլ ենք արել, որովհետեւ համարում ենք, որ այս լրագրողները այս պահին եղել են քաղաքացի, մենք քաղաքացիական տեսակետները եւ քաղաքացիական դիրքորոշումը նույնպես պաշտպանում ենք որպես լրատվամիջոց, բայց համարում ենք, որ այսօր ինքը իր պարտականությունները որպես լրագրող կատարել չի կարող, քանի որ անկախ չի եւ անաչառ չի։ Երևի թե սա կլիներ միակ ճանապարհը, ուրիշ բան, որ այստեղ մի հարց է ծագում, որի մասին մենք էլի շատ խոսել ենք, արդյոք սա չի ստեղծում պրեցեդենտ, որպեսզի վաղը մենք գնանք հենց այս ճանապարհով եւ փորձենք արդարացնել բոլոր հնարավոր այսպիսի նմանատիպ քայլեր։ Երևի սա մի այլ ուրիշ խոսակցություն է, որը կարելի է փորձել քննարկել։ Գիտես ինչ, ես կարծում եմ, որ երբ մենք սկսում ենք խոսել մեր երկիր տեսակետից, մեր մենթալիտետային խնդիրներն է սկսում ծագել, եւ մենք ուզում ենք անընդհատ նշել, որ մենք միշտ բացառություն ենք, մենք բացառություն չենք։ Մենք այնուամենայնիվ, եթե ուզում ենք, կարևոր չի ուր է գնում մեր իշխանությունը, մենք եթե որպես հասարակության թեկուզ մի մաս համարում ենք, որ մեր լրագրությունը պետք է գնա եվրոպական ընդունված ճանապարհով, այս տերմինը օգտագործեմ այս դեպքում, ապա մենք այնուամենայնիվ պետք է ընդունենք նաև որոշակի կանոններ։ Համաձայն եմ որոշ դեպքերում խախտել ֆորս մաժորային, ինչպես ասեցի, բայց հետո ինչ ենք մենք անելու հետո։ Եթե մենք անընդհատ ասելու ենք մեր երկրում ընդունված չի, մենք բոլոր կանոնները այս դեպքում ցանկացած պարագայում խախտել։ Նույնը ջան, ես համաձայն կլինեի քո ասացի հետ, եթե չլիներ տրանսպարանտները։ Միայն պատուհան ծեծելով դա ընդունելի կլներ, բայց տրանսպարանտը դա արդեն ուրիշ պատմություն է։ Այդ բոլոր դիտալները, եթե սկսել այդ բոլոր մանրամասնությունները, եթե սկսել առանցին վերլուծել ես, եթե լինել են, չէ, այդտեղ ընդհանուր ամբողջ process-ն է, ինքը այդ բանին կարող է ինչ-որ ինքնաբխման բանից ելնելով մի այլ թուղթել, մի այլ դրոշել վերցնել ձեռը։ Ես կարծում եմ այդ մանրամասները արդեն այդքան կարևոր չեն։ Դա մի փոքր կրկնած մի նախադասություն ընդունել։ Ժամանակին ասում են, որ հնարավոր չէ կոմունիստ կառուցել առանձին վերծած մի երկիր։ Հիմա մենք ուզում ենք կոմունիստ կառուցել առանձին վերծած մի ոլորտում։ Եթե կոնկրետ մասնագիտությունում, կոնկրետ ոլորտում չմոռանանք, որ ցանկացած լրագրող իր ժամանակի, իր երկրի, տվյալ իրավիճակի ծնունդն է։ Մենք պահանջում ենք, որ լրագրողը վեր լինի ամեն ինչ։ Մի կողմից իրավացի է, բայց մյուս կողմից արդյոք դա։ Ես կարծում եմ, որ մենք պահանջում ենք, որպեսզի ամեն մարդ իր տեղում վեր լինի այդ ամեն ինչից, որովհետև եթե մենք ասենք անալոգիա այս դեպքում անցկացնենք բժիշկների հետ, չենք ասում, չէ՞, որ այդ պահին բժիշկը, եթե ինչ-որ մեկը վատացել է եվանգելային դիպուտատներից, որոնք կողմ են, ասենք, եղել այդ բանի պայմանագրին, բժիշկը չպետք է մոտենալ, օրինակ։ Հասկանում եմ, որ ծայրահեղական է։ Կանի ուրիշ բան ալի, լրագրողը հանրային դեմք է, ես զբաղվում եմ հանրային գործունեությամբ։ Չափանիշներից մեկն է սա կարող է լինել։ Բժիշկը ինքան էլ լավ բժիշկ լինի, ինչքան էլ շատ հիվանդներ ունի, այնուամենայնիվ չի կարող իր հանրայնությամբ մրցակցել լրագրողին։ Այսինքն լրագրողը հանրային ավելի մեծ պատասխանատվություն ունի, քան թե բժիշկը, տրոլեյբուսի վարորդը։ Եղավ եւ ավելի կարեւոր գործ է անում, քան ուղղակի այդ պատուհանին խփելը եւ գիտես, այդ դեմ արտահայտվողներ հասարակության մեջ շատ կան եւ դա անում էին։ Իսկ եթե լրագրողը չգրի այդ նյութը, ով է իր փոխարեն գրելու։ Ավելի կարեւոր գործ կա այստեղ, հարցական կարեւոր է այդ նյութը։ Այո, նաեւ անշուշտ ինքնտեղ կարող է տեսնել ոնց է իրան պահում, որ պատգամավորը ինչքանով է պարկեշտ իրան այդ պարագայում պահում, ոնց իր դիրքորոշումն է եւ այլն։ Իսկ եթե մենք սկսենք բացառություններով խոսել, հա, բացառություններ կարելի է անել եւ իդեպ ասեմ ես էլ եմ համարում, որ այդ վարկագիծը ընկալելի է, ես չեմ ասում, որ անընդունելի է, դե պետք է մերժենք այստեղ բալանսировկայի հարց կա, բայց եթե մենք սկսում ենք բացառություններ անել, նույն ընտրությունների ժամանակ էլի էքստրեմալ պայմաններ է, նույն լրագրողը կարող է ասել, ինչ լրագրություն, երբ որ այնտեղ տեսնում ակնհայտ լցոնումներ են կատարում։ Նույն բանի ժամանակ, ասենք, չէ, միջամտի ասից սպասեք, ես չեմ բանել, չեմ գրել։ Եթե տեսնում է, որ դա ազդում է, եւ ինքը կարող է այսքան ընտրություններ եղել քարի լրագրողը լցոնումը կարգել։ Ես ավելի էֆեկտիվ եւ պրոֆեսիոնալ գործունեության համար եմ խոսում։ Եվ այսպես բացառությունները եթե արեք, ուրեմն մեր քանի խախտումով բաները ինչ է փոխվել նույն տրամաբանությամբ։
բայց ինքը իր գործը շատ բանը լուսաբանել են ընտրախախտումները, ընտրաձեռքությունները, իրավապահները, թող դա համար պատասխանատվություն կրեն, բայց լրագրողը իր գործով չզբաղվելով եւ ոչ մի հարց չլուծելով իր մասնագիտությունները մի կողմ դնի, ասի չէ, որտեղ դա ուրեմն ուղղակի պետք է մի կողմ դնի իսկապես գրիշն ու լապտոպը եւ սկսի քաղաքականությամբ զբաղվել, ինչը նույնպես ընդունելի է, ընկալելի է եւ հասկանալի։ Գիտեք, շատ հաճախ այս ուսանողների մոտ ալինում այդ սինդրոմը, հատկապես այս կանանց շարժումների հետ կապված, որովհետև հասկանալի է, հա, որ նաև այդ մթնոլորտը երիտասարդական եւ այլն ներքաշում է լրագրողներին երիտասարդ, եւ իրանք փորձում են ակտիվիստների տեսակետից անել ամբողջ իրենց աշխատանքը։ Սա բերում է իսկապես հա, ասենք լրագրության ուսանողներ, սա բերում է այս մասնագիտության ամբողջովին տրանսֆորմացիայի եւ ուր մենք կարող ենք գնալ որպես երկրորդ քայլ, իսկապես այդ շատ մեծ հարց է։ Արա Ղազարյան, իրավաբան։ Ես ներկայացնեմ իրավաբանորեն։ Խնդիրը մենք ուսումնասիրել ենք դատավորների առումով։ Իրավաբանությունը խոսում է դերային կոնֆլիկտ։ Իրավաբանորեն նաև սուբյեկտիվ կանխատեսություն։ Այսինքն, երբ որ անձը կամ մասնագետը կամ անկախ եկամուտից դա օբյեկտիվ կանխատեսություն է, կամ իր վարքագծով այնպիսի իրավիճակի մեջ է հայտնվում, երբ որ նա ունի դերային կոնֆլիկտ։ Երբ որ միաժամանակ ինքը մի քանի դեր է իրավերցնում։ Օրինակ, մի դատական գործ կա, որ փաստաբանը դատավորի վիրավորում է դատային դատություն, դատավորը նիստ է կասեցնում, ասում է կարգապահական վարույթի։ Եվ սկսում է դատավորը քննել փաստերը, ասում է, որ անձամբ ես վիրավորվել եմ, եւ այսքան պատիժ եմ նշանակում։ Այսինքն, եւ դատանասկայ դատավորը եւ դժոխ է, եւ քննիչ է, եւ դատախազ է, եւ դատավոր է իր գործով։ Այսինքն, ինքը ունեցավ դերային կոնֆլիկտ, 4 դեր ինքը իր մեջ ներառեց։ Գրիշան դերային կոնֆլիկտ ունեցավ իր պատճառով։ Ինքը քաղաքացիական ակտիվիստ էր այդ պահին լրագրող էր, դե յուրե, դե ֆակտո քաղաքացիական ակտիվիստ։ Մենք ունեցել ենք նաև լրագրող, ով զբաղվել է եւ քաղաքականությամբ, եւ լրագրությամբ, եւ քաղաքացիական ակտիվիստ Փաշինյանն էր։ Արտակ Զենգալյանն ենք այսօր, որ իմ դավագույն ընկերներից մեկն է, բայց ես միշտ քննադատում եմ նրան, որ նա զբաղվում է եւ քաղաքականությամբ, եւ քաղաքացիական ակտիվիստ է, եւ փաստաբանությամբ է զբաղվում։ Որքան է լավ մարդ լինի, նա անկախ իր կամքից հայտնվում է կոնֆլիկտում։ Եվ այստեղ ինչ է առաջանում։ Յորդատան ասում է կարևոր էֆեկտը չի, կարևորը ոչ թե արդյունքն է, այլ թե կողքից ինչ տեսք ունենա։ Այսինքն օբյեկտիվ դիտորդը Յորդատանը գնում է օբյեկտիվ անձի, երրորդ անձի վրա, կողքի աչքի վրա, որը շահագրգիռ չէ, որը process-ին չի մասնակցում։ Օբյեկտիվ դիտորդի համար այդ դատավորը կամ այդ լրագրությունը դժվար է օբյեկտիվ համարյա։ Նա կմտածի, որ այդ անձը արդեն, որ ունի դերային կոնֆլիկտ, արդեն սուբյեկտիվ կանխատեսություն ունի։ Այսինքն Գրիշան, որքան է լավ մարդ լինի, լավ լրագրող, արդեն ինքը իր խոսքի իր հոդվածում ասել է պլակատը պահել։ Եվ իմ համար, որպես քաղաքացի, որ պետք է կարդա նրա հոդվածը, արդեն կասկածի տակ է Գրիշայի օբյեկտիվությունը։ Որտեղ սուբյեկտիվ կանխատեսություն է դրսևորվում, դերային կոնֆլիկտ ունի։ Եվ մեր երկրում դա շատ տարածված երևույթ է, պետք է կանխել։ Ես կարծում եմ, եթե մենք դարպասները բացենք եւ արդարացնենք դա, շատ վտանգավոր կլինի, որովհետեւ մանավանդ դուք նշեցիք, հենց իրապաշտպանների բնագավառում լրագրողները երբ որ լուսաբանել, ակամայից դառնում են իրապաշտպան։ Նրանց հոդվածները երբ որ ես կարդում եմ, որևէ տարբերություն չկա, երբեք նա չի արտահայտի մյուս կողմի դիրքորոշումից։ Մեր դասախոսները մեզ միշտ սովորացնում են իրավաբանության մեջ, որ դու պետք է նաև մյուսի կոշիկի մեջ մտնես։ Լրագրության մեջ է։ Այո, վստահ եմ։ Այսինքն իրավաբանորեն եւ սա հոկեբան Նաչաջյանի հետ մենք մի դատավորի գործով միջև սահմանական դատարան տարանք։ Հոկեբան Նաչաջյանի աշխատանքն է սա դերային կոնֆլիկտի մասին, որ եթե անձը հայտնվում է դերային կոնֆլիկտի մեջ, նա արդեն օբյեկտիվությունը այսպես թե այնպես կորցնում է։ Որքան էլ որ նա պրոֆեսիոնալ լինի, մանավանդ կողքի աչքը երրորդ անձը օբյեկտիվ դիտորդի համար նա արդեն դատավորում է լինել օբյեկտիվ։ Իսկ կարևոր չէ շահ ունի դրա սուբյեկտիվ է չէ։ Դիտավորությունը եթե շահ չունի, արդյոք դարձավ Տեսեք, նախադեպային իրավունքը ասում է դիտավորությունը տասներին կարևոր չի, կարևորը թե բալա մարդիկ ինչ կմտածեն, մեր ժողովրդի լեզվով, կամ երրորդ աչքը ինչ կմտածեն։ Դա շահերի բախումից խուսափելու սկզբունքը, էությունը, ընդհանրապես ժուրնալիստական էթիկայի էությունը ես ժամանակին ընդհանրել եմ այսպես։ Դա սահմանել, թե
կոնկրետ իրավիճակում դու որ շահին ես գերակայությունը տալիս։ Սա է։ Այսինքն, այս խիստ լարված իրավիճակում այդ մարդիկ գերակայությունը տվել են հանրային շահին, մոռանալով իրենց, այսինքն ստորադասելով իրենց լրագրողի, լրատվամիջոցի այն օբյեկտիվության շահը, որը կարող է հասարակության մոտ առաջացնի կասկածներ, բայց հանրային շահը իրենք գերադասել են այդ պահին։ Եվ դրա համար, որտեղ հանրության շահը պահանջում էր, որ ինչ-որ մեկը դահլիճում բողոքի։ Բայց նույն հանրությունը ասում է օբյեկտիվ։ Հասկացա, հասկանում եմ, բայց հանրության այդ պահին համարում էին, որ նա գերակայ է, այդ շահը գերակայ է։ Եվ դրա համար դատապարտել կամ ասել թե ճիշտ չեմ վարվել եւ այլն, ես չեմ կարող, ես չեմ ասում դատապարտել, ես ինքս եմ ասում, ես իմ անունից եմ ասում, ասել չեմ կարող։ Եթե նա լիներ Վաշինգտոն Պոստի թղթակից, որի էթիկայի կանոններում ստակ է գրված, մեզ մոտ ոչ միտեղ դա ստակ գրված չէ։ Այնտեղ ստակ գրված է, մենք չենք ակտիվորեն չենք զբաղվում հասարակական քաղաքական գործունեությամբ, բոլոր շարժումներին եւ այլն մենք մասնակցում ենք միայն լուսաբանելու համար։ Եթե նա լիներ Վաշինգտոն Պոստի թղթակից, հաջորդ օրվանից նրան կազատեին աշխատանքից, որտեղ հաջող։ Հա, ես այլևս ձեռի պատրաստ եմ նրան գործից, բայց ինձ համար կարևոր է ամենից գալ իմ քաղաքացիական դիսկուրսը։ Որովհետև դա արդեն ինքը խուսափում է շահերի բախումից, գերակայությունը տալով այդ շահին։ Այդ պահին, այդ շահին է այդ մարդը գերակայությունը տվել։ Շատ լավ, հիմա մենք այսպես կաշխատենք, թույլ տանք, որ իր կարծիքը չարտահայտած մեր գործընկեր Լևոն Բարսեղյանն ներկայացնի իր մոտեցումը, այնուհետև հնարավորություն կտանք դահլիճում նստած մեր գործընկերներին հարցեր տալ, կարծիք արտահայտել եւ վերջում կանփոփենք, խնդրենք Լևոն։ Շնորհակալություն։ Ասպարեզ ակումբի նախագահ։ Հա, ինձ թվում է թե մինչև այսօր ամեն ինչ ասվել խոսվել է այս մասին, բայց լավ է որ մի այսպիսի քննարկում եղավ նաեւ։ Արայի մտքերը շատ հետաքրքիր են, ուրեմն դերային կոնֆլիկտի ժամանակ բոլորս էլ ունենում ենք այդ կոնֆլիկտները ճիշտն ասած եւ դատապարտված ենք ընտրել։ Ուղղակի օրը մի քանի անգամ, տարին մի քանի անգամ եւ դատապարտված ենք իսկապես ընտրել, պիտի ընտրենք, այնպես որ դրանից հետո մենք մեզնից գոհ մնանք։ Ուրեմն օբյեկտիվություն չկա, չունեցանք մենք բնության մեջ չկա այդ օբյեկտիվությունը այն կերպարանքով, ինչը գրված է դասագրքերում, ու իդեալական դեպքում դրան կարելի է հասնել բազմակարծության միջոցով, ուրիշ ոչ մի եղանակ դրա չկա, ոչ մեկս Աստված չենք էլ կարող լինել, եւ կոշիկի մեջ մտնելու հետ կապված։ Ես կարծում եմ, որ այդ 4-ը եւ վերևի 15, որոնք համահավասար են ինձ համար, կապ չունի դահլիճում էին, թե վերևն էին, բողոքող լրագրողները, հա, մտել էին հանրապետության կոշիկի մեջ վերջապես, որովհետեւ հնար չունեին չմտնելու հանրապետության իրավիճակի կոշիկի մեջ։ Հիմա, որպեսզի ավելի պարզեմ միտքս, ես մի հիպոթետիկ օրինակ բերեմ, ասենք թե ազգային ժողովի երևելի իմաստուն եւ ականավոր պատգամավորներից մեկը ասուլիսի ժամանակ սկսում է շնչահեղձ լինել եւ ընկնում է սեղանին։ Ուրեմն իշխանական, եթե ինքը իշխանությունից է, իշխանական լրատվամիջոցները, պրոիշխանական լրատվամիջոցները վազում են փրկելու ըստ երևույթին։ Այն մյուսները ասում են, ապեր, թողեք նորմալ նկարենք, էլի ինչ եք մեռնում է։ Հիմա բերեք համեմատենք այս մեր երկրի իրավիճակի հետ։ Ուրեմն ժուրնալիստները քիփ միջամտեն։ Այո, ինչ գործ ունեն իրենք միջամտեն։ Ես համարում եմ, որ Քարյակը եւ վերևի 15 հոգին գնահատել են երկրի իրավիճակը այդպիսին, ծայրահեղ, ծանր։ Եվ գուցե թե պաստառները ծոցերում մի քանի ամիս տարի գնացել եկել են այդ մարդիկ։ Չես կարող ասել, թե հենց այդ օրվա համար էին բերել իրենք այդ պաստառները, եւ ի վերջո իրենք դերային այս կոնֆլիկտի ժամանակ վերջը որոշել են այդ պահին լինել քաղաքացի, հիշել են, գտնում են, որ այդպեսին է վեճը։ Դեպքից երևի 5 րոպե հետո, երբ ազգային ժողովի առաջ կանգնած էի ես, եւ Facebook-ում հասցրել էի կարդալ, որ ներսում նման թեմա չի եղել, լրագրողներից մեկը դիմեց ինձ, երբես պատմեցի, թե հեսա կարդում էի ես Facebook-ից ինչ կա չկա, լրագրողներից մեկը ոչ գրիշան, մյուս երիտասարդը ասած ճիշտն ասած ես եմ եղել մեկը եւ ձեր կարծիքը ասեք էլի ինչ եմ արել, ճիշտ եմ արել, թե սխալ եմ արել։ Առաջին պահին գլխիս եկած այն էր, որ լավ կլինի այդ մասին որևէ հոդված, այսօրվա մասին որևէ բան չգրես։ Այդ է եղել իմ առաջին պատասխանը։ Բայց եթե մի քիչ էլ խորանանք ու հիշենք, որ Գրիշան ինչպես Գեղամն է ասում, հոդված գրել է, եթե Գրիշան իր հոդվածի մեջ նկարագրում է իր դերակատարությունը, կարծում եմ, որ էլի արդարացի բան է անում։
Ուրիշ բան է, որ ինքը չի նկարագրում եւ սկսում է մեկնաբանություններ տալ, փաստի լրագրությունը թողնենք, էական չէ ով է կրում, քանի падգամավոր ինչպես եւ այլ։ Եթե նկարագրում է ահագին մեծ էականորեն ուրեմն դառնում է օբյեկտիվ եւ անձամբ ներկայանալի եւ մարդիկ հասկանում են, որ այս մարդը բնական է, մասնակից է եւ սա իր տեսակետն է, քաղաքացիական լրագրության է անցել այս մարդը, քան թե ստիրել են կանոններին, որի մասին խոսել ենք։ Ուկրաինայում մենք ունենք բազմաթիվ այնքան էլ չէ, Գեղամ ջան։ Դիտավորյալ ինչ-որ բաներ ինքը կարող է անտեսել, ինչ-որ բաներ դիտավորյալ ավելացնել, բայց կարևոր հանգամանքը համարում եմ այն, որ ինքը նշի, որ ինքը եղել է այդ մասնակիցը։ Ուկրաինայում բազմաթիվ այսպիսի ուրեմն սայրի վրա քայլող լրագրողներ կային, որոնք վերջի որոշեցին քաղաքացի լրագրող լինել, քան թե լինել ԶԼՄ-ի լրագրող։ Հիմա եւ այն, չէ, ուզում եմ ասել, որ այն արժեքային համակարգերը, այն սկզբունքները, որոնք մենք զերտել ենք, գիտենք, դասագրքերում կանք եւ դասավանդում ենք, այս ամբողջը ժամանակի պահանջի բերումով լրջորեն վերանայման կարիք ունի կամ մետամորֆոզների մեջ է եւ լավ կլինի, որ մենք չվազենք այդ փոփոխությունների հետևից, այլ ավելի առաջ լինենք, հասկանանք, որ ավելի ճիշտ ընդունենք, ոչ թե հասկանանք։ Կանոններում փոփոխություն են։ Ասպարեզի լրագրողները ազատ են եւ եթե համեմատության համար ասեմ, այս իմաստով ազատ են։ Ես ոչ կխրախուսեի կամ խթանեի, որ գնային նման ակցիայի մասնակցին, մասնակցելու դեպքում էլ այն սկզբունքը, որ ասացի, լավ կլիներ չգրեր ընդհանրապես այս մասին։ Սա է իմ մոտեցումը, ես համարում եմ, որ մենք պատիվ ունենք ծանոթ լինելու այդ 20 լրագրողներից մի քանիսի հետ, իմանալ նրանք ովքեր են, որովհետև երբ երկիրը ծախում են աչքի դառաջ, երբ զավթել են այս պետությունը, երբ ավտորիտար ռեժիմ է ու հնարավոր չէ որևէ մագարտակի լրագրությամբ որևէ ազդեցություն ունենալ, այդ մարդը հա ընտրում է ըստ դերային կոնֆլիկտի մեջ քաղաքացի լինելը, հետո նոր մնացած բաները։ Շնորհակալ։ Վերջին հարցը եթե կարելի է։ Իսկ արդյոք տեղեկատվությունը, հանրությունը տեղեկատվական խիստ ծարավի զգացում են այդ օրերին։ Ես բողոքում եմ, ինչու տեղեկությունները չտվեցիք, ինչու մեր սիրելի падգամավորների դեմքերը ցույց տվեցիք, ինչպես է նրանք վարվում, ինչ է նրանք, արդյոք այդ ծարավը կար հանրության մեջ։ Արդյոք սպանել էին լրագրողները այդ դերեք, բայց եթե դա չի։ Հանրության մոտ կար այդ զգացումը, որ ոտնահարվել է իր իրավունքը։ Լրագրողները մի պարտականություն, տեղեկատվություն տարածել նույնպես օբյեկտիվ։ Այս պարտականություն լրագրողը չունի։ Չէ, ազատ արտահայտվել իրան 12-ված, այնտեղ խոսում է իրանքների հետ պարտականությունների մասին։ Պարտականություն չկա։ Շատ լավ։ Խնդրեմ դալիճից հարցեր, կարծիքներ։ Դուք հետո խնդրեմ, եթե հնարավոր է նաև ներկայացեք, միկրոֆոնին կարող եք մոտենալ, որ լավ լսվի։ Շնորհակալ իրավունքի համար ներկայանամ Սոնա Մինասյան, պատանի ժուրնալիստի դպրոցի ուսանող։ Նախ տեսանյութը դիտելուց հետո ինչ որ դուք քննարկում եք, այն քայլը, որ առաջինն արեցի, խնդիրը երկու կողմից դիտելն է։ Առաջինը 4 երիտասարդներին դիտել որպես լրագրողներ, եւ երկրորդ նրանց դիտել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր իրոք իրավունք ունեն իրենց կարծիքը դիրքորոշումն արտահայտել։ Որպես լրագրողներ Մասամբ ինձ թվում է սխալ է իրենց արարքը, բայց եթե երկու կողմն էլ ուսումնասիրում ենք, դա հարց չէր, որ վերաբերում էր ինչ-որ տան, ինչ-որ գույքի, դա հարց էր, որը վերաբերում էր մեզ, մեր պետությանը եւ բնականաբար ինձ թվում է նրանք կարող էին թեկուզ որպես լրագրողներ իրենց բողոքի կոչը